Հատկապես այն երիտասարդների ուշադրությունն ենք ուզում հրավիրել հեռուստաէկրանների առջև, ովքեր սիրում են նորարարական հարթակները եւ նորարարական տեխնոլոգիաները, որովհետեւ ունենք հրաշալի տեխնոլոգիական ճամբարի մասին խոսելու հնարավորություն։ Օդագնացներ 2026 ՄԻՏ կրթական, ինժեներական եւ փորձարարական կենտրոն հասարակական կազմակերպությունը հայտարարում է օդագնացներ տեխնոլոգիական ճամբարի մեկնարկի մասին, որը 2026 թվականին կհամախմբի տեխնոլոգիաներով, ավիացիայով, ինժեներիայով եւ նորարարությամբ հետաքրքրված բոլոր երիտասարդներին։ Ճամբարի մասին առավել մանրամասն խոսելու ենք մեր հյուրերի հետ, սիրով ներկայացնենք մեր տաղավարում են օդագնացներ կրթական ծրագրի պատասխանատու Նելի Մուրադյանը եւ ՄԻՏ կրթական, ինժեներական եւ փորձարարական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Թադևոսյանը։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում։ Այս տեխնոլոգիական ճամբարը ավիացիայի եւ թռչող սարքերի մասին է լինելու։ Իհարկե։ Ճամբարի մասին Նելին ավելի լավ կպատմի, թող ինքը սկսի։ Շատ լավ։ Տեխնոլոգիական ճամբարը օդագնացներ կրթական ծրագրի բաղկացուցիչ միջոցառումներից է եւ ճամբարի արդյունքում Հայաստանի 13-ից 18 տարեկան երիտասարդները, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով, ինժեներիայով եւ ավիացիայով, շատ կարեւոր է, որ հենց այս բոլոր ոլորտներով էլ հետաքրքրված լինեն։ Հնարավորություն է տալու տեխնոճամբարը, որպեսզի այս բոլոր երիտասարդները կան 8 օրյա վրանային տեխնոճամբարին մասնակցեն, որի ընթացքում էլ մենք իրենց զինելու ենք ինժեներիայի, տեխնոլոգիական եւ ավիացիոն գիտելիքներով, այսինքն միայն ավիացիան չի ներառված այս ծրագրում։ Եվ այս ամբողջ 8 օրերի ընթացքում մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի ոչ միայն ծանոթանան, այլ նաեւ փորձի փոխանակումներ ունենան ոլորտի ամենաառաջատար մասնագետների հետ եւ այն երիտասարդները, ովքեր հետաքրքրված են, բայց ընդհանրապես գիտելիքներ չունեն, մենք իրենց 0-ից այդ հնարավորությունը տալու ենք։ Այդ հարցը պիտի հնչեր, գիտեք, ուզում եի հասկանալ նախնական կրթական պատրաստվածություն հարկավոր է որոշ չափով, թե ոչ, եթե անգամ պարզապես հետաքրքրված են, նրանք իրավունք ունեն մասնակցելու։ Այո, հենց դրա համար է կոնցեպտը տված, որ այն երիտասարդները, ովքեր հետաքրքրված են, բայց չգիտեն ինչ անեն, սա հենց առաջին քայլն է ներգրավելու եւ հասկանալու համար, թե ինչ քայլերով կարելի է հասնել այն կետին, որ նախ ոլորտից պատկերացում ունենանք, տարբերակենք օրինակ թռչող սարքերի տեսակները եւ հետո արդեն ոլորտում հնարավորություն ունենանք խորանալու, գիտելիքները զարգացնելու, թիմ հավաքելու, աշխատելու եւ հետո արդեն ինչու՞ չէ, ծրագրի վերջնական նպատակը այն է, որ թիմերը ձևավորվեն, անկախանան ու մեզնից առանձին կառույցներ ստեղծվեն, թե ֆինանսապես անկախ եւ թե արդեն հնարավորություն ունենան իրենց սեփական բիզնես գաղափարները գեներացնելու այս ոլորտում։ Ինչ սկզբունքով են մասնակիցները ընտրվելու կամ ընտրվել արդեն։ Մասնակիցները միշտ ընտրում ենք զուտ մի քանի այսպես բազային բաներ ունենալով, այսինքն պետք է ինչ-որ թիմ նախորդ ձևավորված լինի, դա ինչի համար է արվում, որովհետեւ ծրագիրը ինչ որոշակի պրոդուկտիվություն ունենա, այսինքն ընտրում ենք այն երեխեքին ամեն համայնքից ընտրում ենք 4 հոգի, ամեն տարի կալացող 4 հոգի 4 հոկանոց թիմ ենք ընտրում, իրենք պետք է միասին ինչ-որ մի բան արած լինեն, հա, չգիտեմ, ծառատունգ են արել, աղբ են հավաքել իրենց համայնքում, էլ ցանկացած բան, ու այսպես իրար հետ ինչ-որ բան արել են, հա, ճանաչում են իրար, ող լրացնում են իրար։ Այդպիսի թիմերի ենք վերցնում, բազային այդպես ոչ մի գիտելիք պետք չէ, նույնիսկ ես կարող եմ ավելացնել, որ ավելի լավ է, որ բազային ոչ մի բան չկա, իրանց համար ոլորտը այսպես շատ մոտիվացնող է, հետաքրքիր կլինի սկզբից ու կարող է իրանք որոշեն շարունակել, քանի որ ճամբարը ամեն տարի մենք նույն թիմերի հետ ենք աշխատում, հաջորդ տարվա ճամբարին պատրաստվելու համար իրանք ոնց որ ինչ որ առաջադրանքներ են անելու հետ գնալուց հետո, հա, այսինքն թռիչքներ են անելու, անվտանգության ապահովում բավական այդ ամեն ինչը անելու են, իրանք սեփական թռիչքների նկատի ունեմ ու հաջորդ ճամբարին գալիս են ավելի խորը գիտելիքներ են ստանում, էլի ոնց որ ակադեմիայի բանը սխեմայով է 4 տարի իրանք նույն թիմերը գալիս են։ Իհարկե լինում է որ ինչ որ թիմից մեկը բացակայում է, համալրումներ են ստացվում, բայց նպատակը այն է, որ իրանք 4 տարի ճամբարին գալով այդ ճամբարի ստացած գիտելիքները կերառելով իրենց սեփական, չգիտեմ, տեխնոլոգիական պրոյեկտները ստեղծեն, ստարտափերը ստեղծեն ու կարողանան աշխատել իրենց համայնքի համար, իրենց երկրի համար առանձին մեզնից անկախ կառույցներ դառնան։ Տեխնոլոգիական ճամբարը 8 օրյա է, չէ՞, եթե չեմ սխալվում ասացիք, ահա, ինչպես են դասակարգվում ծրագրերը, սկզբում տեսական գիտելիքներ, հետո արդեն պրակտիկ հատվածին ենք անցնում, հա։
Հա, սկզբից ամենասկզբից ինչ որ բազային գիտելիքներ է տարում, նկատի ունեմ, եթե առաջի անգամ են իրանք այցելում, հիմա այս տարի երրորդն է արդեն 3 ոնց որ բաղկացուցիչ մաս ունի ծրագիրը, այն թիմերը, որոնք որ առաջի անգամ են հաջողում, իրանց այսպես շատ հետաքրքրաշարժ պատմություններով ավիացիայի սկիզբը ինչպես է սկսվել, ինչ խնդիրներ են եղել, հա, ինչպես լիքը մարդիկ անհաջող փորձեր ունեցել վնասվածքներ, դրանից սկսվում է ու հետո ինչ որ գիտելիքներ են տալիս, ավելի ճիշտ այն գիտելիքները, որոնք իրանք դպրոցում ստացել են, փորձում ենք այդ գիտելիքների կիրառելիությունը ցույց տանք, որովհետև մենք շատ ոնց որ լավ սովորող երեխեք ունենք դպրոցներում, բայց իրանք երբ որ հասնում է որ այդ պրակտիկ մասը պետք է ցույց տան, իրենք դա գիտեն, բայց օգտագործելու ձևը չգիտեն, հա։ Այդ մասն ենք ցույց տալիս, որ իրանք հասկանան, որ ոնց որ ամեն ինչ ինքնաթիռ սարքելն է, եթե դու դպրոցում լավ չես սովորում, ինքնաթիռ երբեք չես կարող սարքել, էլի։ Այսինքն այդ կապն էլ ենք նաև փորձում ստեղծվել, որովհետեւ երեխեքը կարողանան բան 3-4 օրվանից սկսած իրենք արդեն իրենց ձեռքով այն ամենապարզ հասանելի նյութերից փորձում են ինչ որ բան սարքել, որը վերջի 2-3 օրը արդեն թռնում է։ Ու այդ ընթացքում արդեն այսպես լավ աշխուժություն է տիրում, թռցնում են, կոտրում են, նորից են պատրաստում են, մեկի, չգիտեմ, սարքը թռնում գնում կորում է, ահագին հետաքրքիր է անցնում։ Հիմնականում բան է, ժամանցային գրեթե ոչ մի բան չկա այդ ճամբարի ընթացքում, հիմնականում կամ ոլորտային մասնագետների հետ սեմինարներ են ունենում, կամ աշխատում են։ Երբ ասում ենք ճամբար, նկատի ունենք, որ ճամբարի ամբողջ տրամաբանությամբ է կառուցվելու այս ծրագիրը եւ այդ 8 օրը, այսինքն ճամբարականներ են լինելու, հստակ ռեժիմ է ռեժիմ է լինելու, թե քնելու այս անունը պարզապես է։ Այո, բայց դա մի փոքր մասն է ներառում։ Իրականում այս ճամբարը, տեխնոճամբարը մյուս ճամբարներից տարբերվում է նրանով, որ իր օրակարգի մեջ ոչ միայն ներառում է ճամբարային օրակարգն ու ճամբարային ռեժիմը, այլ նաև իր մեջ ներառում է մի շարք այլ միջոցառումներ։ Այսինքն նույն սեմինարները, փորձի փոխանակումները, սպորտային ու մշակութային միջոցառումները մենք բերել ենք ճամբարային կոնցեպտ ու միանգամից փորձում ենք մի քանի միջոցառումներ իրար հետ համատեղելով իրականացնել ու անունը ենք օդագնացներ տեխնոլոգիական ճամբար։ Տեխնոլոգիական ճամբարը տեղի ունենալու Գյումրիում ամենակարևոր փաստը վրանային է, որովհետև սա ամենաշատն է կոփում երիտասարդներին, ինչքան էլ մենք խոսենք տեխնոլոգիաներից, 21-րդ դարի հմտություններից, մարդը պիտի կարողանա իրեն կոփել, իսկ վրանային մարդկային շփման միջոցով նաև այս դեպքում։ Այո։ Մարդկային շփման, թիմային աշխատանքի, վրանային պայմանների, այս բոլորը նպաստում են նրան, որ երիտասարդը կոփվի ու ձևավորվի որպես անհատ, ով պատրաստ է եւ ֆիզիկապես եւ գիտելիքով իր ներդրումն ունենալ իր ապագայում, մեր երկրի ապագայում։ Լսում եմ մի քանի տարբեր արտահայտություններ, օրինակ տեխնոլոգիական ճամբար, վրաններ, թիմային աշխատանքներ, մրցույթ թիմերի մեջ լինելու է, թե ոչ։ Այո։ Այսպեսի հետաքրքիր կոնցեպտներ կազմակերպում ենք, թե ճամբարի ընթացքում եւ թե ճամբարից հետո մենք հնարավորություն ենք տալիս այլ ավելի խոշոր միջոցառման մասնակցություն ունենալու։ Դա օդագնաց տեխնոլոգիական մրցույթն է արդեն, որի շրջանակներում ճամբարի ստացած գիտելիքները թիմերը ու երիտասարդները զարգացնում են եւ արդեն մրցույթում գալիս ու մասնակցում են ու մրցում են ոչ միայն իրար դեմ, այլ նաեւ Հայաստանի այլ հետաքրքրված երիտասարդների հետ, ովքեր մեր ծրագրի շահառուչ են, ու նաև ոլորտի փորձառու մասնագետների հետ, ու այդտեղ արդեն 4 կոմբինացիա ենք ավելացնում, այսինքն եթե ճամբարի ընթացքում մի քանի 2-3 տեսակի թռչող սարքեր են պատրաստում, ապա արդեն մրցույթի ընթացքում իրենք հնարավորություն ունեն 5-6 կոմբինացիայում հանդես գալու։ Բայց ինչ պայքար է, չէ՞ լինելու։ Այո, շատ թեժ է ընթանում, շատ հետաքրքիր է։ Իրականում այստեղ մի փոքր երևի հստակեցում մտցնենք, որ ճամբարից բոլորը վերադառնում են թռչող սարքերով իրենց համայնքներ։ Դա որպես նվեր։ Դա որպես նվեր, իսկ մրցույթը կազմակերպվում է ճամբարից 1-2 ամիս հետո, իրենք այդ սարքերով գալիս են մրցույթին մասնակցելու։ Ու հիմա ահագին անցած տարվա այդ մրցույթին հաղթող թիմը հենց ճամբարական էր, հա, մրցույթը ոնց որ բաց է բոլորի համար, այնտեղ շատ, այսպես ասած, թե մասնավոր, թե պետական ինչ որ բաներ կան, կառույցներից ներկայացուցիչներ կային, բայց առաջի տեղը գրավեց հենց ճամբարականների թիմը, որը շատ լավ աշխատել էր իրենց համայնքում, ամեն օր թռիչքներ էր արել, վարժեցրել էր իր այդ հմտությունները ու առաջի տեղը հենց ճամբարականները ընկանել ոնց որ Հրաշալի։ Նաև ծրագրի շահառուները դառնում են ձեր համայնքի մի մասը եւ իրենց այդ շարունակական աշխատանքներ հետո արվում են։ Այո, համայնքը, այսպես համայնքը հենց ամբողջ խնդիրը ոնց որ դրված որ ինչ որ համայնք ստեղծվի, հա,
որովհետեւ այս ոլորտում Հայաստանը կարողանա հետագայում շուկայում ինչ-որ ձևի թիրախավորվելու, մեզ պետք են մարդիկ, առնվազն չգիտեմ 500 հոգի, 1000 հոգի, որոնք ամեն օր այդ ուղղությամբ աշխատում են ու այդ ուղղությամբ ինչ-որ արժեք են գեներացնում, հա։ Մենք ինչքան ուզում ենք շատ լավ մասնագետներ ունենք 10-20 հոգի, դա ոչ մի արդյունք չի ապահովում, բայց երբ որ Հայաստանում ամբողջ տարածքում նույնիսկ եթե այդքան ցրված լինի, հա, այսպես մենք 500-ից 1000 հոգի երեխեք կունենանք, որոնք հետագայում նաև համապատասխան բուհեր կգնան, այդ բուհերի բանն էլ կփոփոխվի, հա, այսինքն մեր նման չեն ավարտին որ հասկանան ինչի համար են ընդունվել, այսինքն ինչ որ մասնագիտական բանել կունենան, կողմնորոշվածություններ կունենան նախապես, այդպես շատ լավ համայնք է ստեղծվում, առողջ իրար կճանաչեն, ինչը նաև նպաստում է անվտանգային խնդիրների մակարդակի բարձրացմանը, չգիտեմ, գյուղատնտեսության ավելի խելացի խնդիրներ ձևակերպման եւ լուծմանը ինքը շատ այսպես շատ շուտով ոնց որ այս սարքերը ես միշտ բան եմ բերում տեղատաներում են վաճառվելու ու չգիտեմ առաքումները տաքսիները ամբողջը լինում են օտով են լինելու էլի շատ մոտ ապագայում ու շատ կարեւոր է որ մենք այս սավնային փուլում այդտեղ կարողանանք ինչ որ տեղ ունենալ եւ հմտություններ զարգացնենք եւ վերջում հարցնենք արդյոք դեռ կարող են հայտեր ուղարկել մասնակցել ձևավորել թիմեր թե Թիմային մասնակցության հայտերը փակվել են, բայց քանի որ դիմումները շատ էին, մենք նաև հնարավորություն ենք տվել անհատապես մասնակցելու։ Այ անհատապես մասնակցության հայտերը բաց են, սակայն թիմայինի դեպքում մենք ընձեռնել ենք անվճար հնարավորություն, իսկ անհատական դեպքում արդեն սիմվոլիկ փոքրիկ վճարում կա, բայց անհատական կարող են մասնակցել։ Ինչպես դիմեն։ Մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերմուտ գործելով Meet կրթական կենտրոն կամ Mind Center NGO եւ այնտեղ ամբողջությամբ մեր ճամբարի մասին ինֆորմացիան է հաստատ կգտնեք։ Շնորհակալ ենք ձեզ, այո, նորարարական տեխնոլոգիաները թռիչքային արագությամբ են շարժվում առաջ եւ այս արագության մեջ դուք էլ ունեք ձեր ներուժը, ձեր թիմային աշխատանք, ինչ հրաշալի է։ Ձեզ օրվա լավ շարունակություն ենք մաղթում, սիրելի հեռուստադիտողներ, մենք էլ ձեզ առաջարկենք վայելել երաժշտություն։